Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն մարդու իրավունքների հարցերով նստաշրջանին կայացրել է Ռամիլ Սաֆարովի կողմից հայ Սպագուրգեն Մարգարյանի սպանության գործով հերթական որոշումը, արձանագրելով, որ Ադրբեջանը չի կատարել Եվրադատարանի 2020-ի վճռով սահմանված որևէ քայլ վերականգնելու դիմումատուների իրավունքները։ Այդ թվում արդարացի փոխհատուցման վճարումը, նամակների հեռացումը, հանցանք կատարած անձի նկատմամբ այդ ներման պրոցեսի վերանայումը, նաև ընդհանուր միջոցառումներ, որոնք վերաբերում են օրենսդրության փոփոխությանը եւ լավարկմանը, որպեսզի ատելություն պարունակող արարքները ճիշտ որակում ստանան եւ դրանց ճիշտ արձագանք լինի։ Դրմեյանը հիշեցնում է, որ վճռի կատարողականի շուրջ քննարկումները նախարարների կոմիտեում սկսվել են 2023-ին, որոշումներում շեշտադրելով հատկապես Ադրբեջանի քաղաքացիների ատելության խոսք պարունակող 300 նամակների իրենց նախագահի պաշտոնական կայքէջից հեռացնելու պահանջը։ Միջազգային իրավական հարցերի Հայաստանի ներկայացուցիչ Գրասենյակի ղեկավարի խոսքով հարցին անդրադարձել են անդամ պետությունների բոլոր մասնակիցները, ինչը արտացոլվել է որոշման մեջ։ Ամենակարևորը, որ երկու նստաշրջան անընդմեջ որևէ քայլ չանելու պարագայում, ինչը արձանագրվել է նախարարների կոմիտեի կողմից, այս երրորդ որոշումը 12 հունիս 2025 թվական արձանագրեց նաև, որ նախարարների կոմիտեն պետք է ընդունի եւ ընդունեց միջանկյալ բանաձև։ Սա կարելի ասել իր խստությամբ, ընդհանրապես խստության 4 ռեժիմներ կան, կամ նախարարների կոմիտեի դիրքորոշման 4 ռեժիմներ կան, սովորական որոշումներ, ռեզոլյուցիաներ, միջանկյալ բանաձևեր, միջամտող գործընթաց եւ վերջում կարող են ունենալ արդեն քաղաքական որոշումներ, անդամության դադարեցում, հեռացում, կասեցում, մասնակցության։ Եթե մինչև 2026-ի մարտ դիմումատուների խախտված իրավունքների վերականգնման ուղղված որևէ քայլ չկատարվի, նախարարների կոմիտեն կձեռնարկի խիստ միջոցներ, միջամտող գործընթացներ, գործը կվերադարձնի Եվրադատարան։ Հունիսի 10-ից 12-ը նախարարների կոմիտեում բանավեճի միջոցով որոշումներ են կայացվել նաև խստացված ընթացակարգով քննվող Չիրագովն ընդդեմ Հայաստանի եւ Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործերով, որոնց վերաբերյալ ՄԻԵԴ-ը վճիռը հրապարակել էր 2015-ին։ Գործերը վերաբերում են Լեռնային Ղարաբաղում 90-ականների պատերազմի հետևանքով տեղահանված անձանց սեփականության իրավունքի խախտումներին։ Դատարանը պարտավորեցրել էր երկրներին 5000-ական եվրո տրամադրել դիմումատուներին։ Նախարարների կոմիտեն առաջարկել է ստորագրել Եվրոպայի խորհրդի հետ մտադրությունների մասին համաձայնություն։ Գումարները փոխանցել ստեղծված հատուկ հաշվեհամարին, որից հետո Եվրոպայի խորհուրդը կվճարի դիմումատուներին։ Հայաստանի Հանրապետության կողմից 2 անգամ անընդմեջ այդ պատրաստակամությունը վերահաստատվել է եւ Ադրբեջանին կոչ է արվել վերջնականացնել իրենց դիրքորոշումը, ի վերջո կողմնորոշվելու թե ստորագրման տարբերակով վճարում իրականացնելու է դիմումատուներին, թե ոչ։ Եվ այս նիստում էլ ցավոք սրտի Ադրբեջանը շարունակեց այդ ուրեմն դիրքորոշումը, այդ մոտեցումը, որ ինքը ունի հստակ դիրքորոշում համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ։ Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանին մինչև հաջորդ նստաշրջան համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնել, կրկին արձանագրելով, որ եթե առաջընթաց չլինի, կձեռնարկվեն առավել խիստ միջոցներ։ Դրմեյանը կարևոր է համարում նաև Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի խումբ գործերով Եվրադատարանի վճիռների կատարման մասին նախարարների կոմիտեի որոշումը։ Խոսքը վերաբերում է ներպետական համակարգում դատական գործընթացների ժամանակ անձի դեմ ցուցմունք տված վկաներին հարցաքննելու անհնարինությանը։ Հետագայում վկաների ցուցմունքները որպես գործի ելքի կանխորոշիչ հանգամանք դրվել են դատավճիռների հիմքում, անձին կենթարկվել են պատասխանատվության։ Այս խումբ գործերով բավարար համարելով իշխանությունների ձեռնարկած օրենսդրական բարեփոխումները, քայլերը, նաև շատ ավելի կարևոր էր նաև դատական պրակտիկայի զարգացումները, երբ հնարավորություն էր տրվում օրինակ եվրոպական դատանի վճիռներից հետո վերաբացել վարույթները եւ անձինք հնարավորություն էին ունենում հարցաքննել այն վկաներին, որքան որ դա հնարավոր է, որոնք չեն կարողացել հարցաքննվել նախկինում, այս ամենը հաշվի առնելով նախարարների կոմիտեն բավարար համարեց ձեռնարկված քայլերը եւ արձանագրեց, որ այլևս կարիք չկա ուրեմն վերահսկողություն իրականացնել վճիռների նկատմամբ ու փակեց այս գործերով վերահսկողությունը։ Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի խումբ գործերի փակումը Դրմեյանի խոսքով նշանակում է, որ խնդիրը նաև համակարգային լուծում է ստացել։ Իդեպ փակվել է նաև Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործը, դրական զարգացում որակելով այդ ուղղությամբ կառավարության նախաձեռնած ընդհանուր միջոցառումները։ Մայա Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։